որը շահագործել էր հայ ժողովրդին։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Facebook-ի իր էջում կրկին անդրադարձել է Գարեգին Բ-ի եւ նախկին նախագահների անվան շուրջ վերջին օրերի իրադարձություններին։ Ըստ նրա, Գարեգին Բ-ի եւ նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ, քանի որ այսպես հնարավոր կլինի ժողովրդին շահագործել եւ ֆիզիկապես եւ հոգեվոր տեսանկյունից, այնինչ նրանք արել են տասնամյակներով։ Սա եղել է պարզ քաղաքական բարտեր, գողապետը Գարեգինին եւ իր շրջապատին տվել են ֆինանսական արտոնություններ եւ աչք փակել սքեմի տակ կատարվող անցուդարձի վրա։ Գարեգինն էլ եկեղեցու հանրային լեգիտիմությամբ օծել է ժողովրդական լեգիտիմություն չունեցող նախագահներին։ Դու ինձ փող եւ արտոնություն, ես քեզ լեգիտիմություն։ Քանի որ ժողովուրդը ազատագրվել է հպատակության շղթաներից, հանցավոր դաշինքի շահագործման օբյեկտ այլևս չկա։ Մյուս կողմից Հայաստանում կա օրինական իշխանություն, որի լեգիտիմությունը բխում է ժողովրդից, միայն ժողովրդից։ Ահա թե ինչու եկեղեցու հոգեվոր պետերը չեն գտնում իրենց տեղը ժողովրդավարական Հայաստանում։ Նրանց ապրանքն այլևս գնորդ չունի, ոչ իշխանությունն է ապօրինի, ոչ ժողովուրդը հպատակ։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որքան շուտ սա հասկանան սրբազան հայրերը, այնքան քիչ կկորցնեն հոգևոր առաջնորդության լեգիտիմությունը, գրել է Կոնջորյանը։ Հայացքի ներքո